Ամեն տարի հազարավոր չամուսնացած երիտասարդներ անհամբեր սպասում են Սուրբ Սարգսի տոնին, հավատում են աղի բլիթի ուժին, այդ գիշեր, որտեղ էլ որ լինի իրենց սերը, նրանք անպայման կտեսնեն իրար երազում։ Դուք կերել եք աղի բլիթ։ Այո։ Ու երազ տեսել եք։ Իհարկե տեսել եմ իմ սիրելին։ Փորձել եմ եւ ճիշտն ասած ինչ որ համընկել է։ Այո։ Այո։ Եթե հավատաս։ Դուք տեսել եք ձեր ամուսնուն։ Այո։ Շատ հեռվից իրեն պատկերը ես տեսել եմ։ Շատերը չնայած մեծ ցանկության երազ չեն տեսնում։ Ասում են, գուցե դեռ իրեն ժամանակը չէ, ոմանք ընդհանրապես չեն հավատում։ Ասել եմ, որ շատ ժամանակ անգամ դեմքը չեն տեսել, ուղղակի ինչ-որ sense հուշող պատկեր են տեսել, բայց իմ մոտ ոչ են։ Թող երիտասարդները ուտեն տեսնեն իրենց ընտրյալին, բայց անկեղծած չեմ հավատում։ Սուրբ Սարգսի տոնը հայ առաքելական եկեղեցու ամենասիրված տոներից է եւ համարվում է երիտասարդների ու սիրո բարեխոս Սրբի հիշատակի օր։ Այս առիթով բազմաթիվ հավատացյալներ այցելում են եկեղեցիներ մոմ վառելու եւ աղոթելու։ Աղջկանիցս ձերում լսել, զանգելա, իրա, ջանի մատա, ես հավատում եմ, մեծ հավատքով եկել եմ։ Ինքը բարեխոս է եւ շուտ է հասնում իրեն աղոթքները, մեր բարգած աղոթքները շուտ է հասնում։ Նաև ինքը մանուկների օրհնության օրն է համարվում, մեծ խորհուրդ ունի հայ առաքելական եկեղեցու տոներից մեկն է, մենք միշտ նշում ենք։ Այս տարի Սուրբ Սարգսի տոնին մասնակցել են զինվորները իրենց սիրելիների հետ, խորհրդանշելով հավատքի, սիրո եւ հայրենիքի պաշտպանության միասնությունը։ Աստված սերը եւ սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն է այսօր եւ ամենազարմանալին այն է, որ այստեղ եկել էին մեր զինվորները իրենց նշանածների հետ միասին, այսինքն թողաչի ու բարգավաճի մեր ժողովուրդը առողջ սերունդ ունենա։ Տեր Շահեի խոսքով Սուրբ Սարգիսը ոչ միայն սիրո խորհրդանիշն է, այլ նաև հոգևոր պայքարի, ինչպես զինվորներն են պայքարում չարի դեմ ու պաշտպանում մեր հայրենիքը, այնպես էլ հոգևորականները մշտապես պայքարի մեջ են հոգևոր չարի դեմ։ Որ նայում ենք երկնքում հրեշտակները միշտ պատկերվում են զինվորի կերպով։ Այսինքն հրեշտակած դասը, որ քահանայից դասն է, ինքն էլ է պատերազմի մեջ, որովհետև պատերազմը սատանայի հնարանքների դեմ։ Սուրբ Սարգսի տոնին շատ տարածված էին ուխտագնացությունները, սրբավայրերում մոմ էին վառում, աղոթում, մատաղանում, ճաշակում տոնական ուտեստները։ Ամենահին եւ ամենանշանավոր սրբավայրերից է Ուշիի Սուրբ Սարգիս վանքը, որտեղ ըստ ավանդության ամփոփված են սրբի մասունքները։ Այդ օրը ծնվածներին Սարգիս էին անվանում։ Զարուհի Սահակյան, Հենրիկ Համազասպյան եւ Հարություն Մաթեոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։